Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից երաշտից հետո ստեղծված ճգնաժամը մեղմելու համար։ Հայաստանը պետք է դրականորեն արձագանքի Իրանի խնդրանքին, միաժամանակ մենք պետք է հարց տանք մեզ, արդյոք մեր ներսում ջուրը կառավարում ենք այնպես, որ վաղը ինքներս չընկնենք նույն ճգնաժամի մեջ։ Անհրաժեշտ է արտակարգ ռեժիմ, ջրի խնայողության, կորուստների կրճատման, ապօրինի հորերի փակման, ոռոգման համակարգերի արդիականացման, Սևանի եւ բոլոր գետերի առողջացման համար։ Ամեն կաթիլ ջուրը պետք է հաշվառված ու պաշտպանված լինի։ Պետությունը պետք է որդեգրի երկարաժամկետ ջրային քաղաքականություն ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակների հորիզոնով։ Եթե ճիշտ կառավարենք մեր ջրային պաշարները, վերակառուցենք ենթակառուցվածքները եւ խնայողությունը դարձնենք մշակույթ, Հայաստանը կարող է ոչ թե սոցկ խուսափել ճգնաժամից, այլ դառնալ ջրային անվտանգության տարածաշրջանային կենտրոն եւ վաղը պատրաստ լինել ոչ միայն Իրանին, այլև ամբողջ ծոցի ու մերձավոր արևելքի երկրներին ջուր վաճառելու, առանց սեփական անվտանգությանը վնասելու։